Ողջույն ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր պատրաստել ենք տոլմա, քանի որ շատ մեծ արձագանք է ստացել, որոշել ենք նորից պատրաստենք։ Կարամ ասեմ, որ շատ հետաքրքիր ձևով ենք էլի պատրաստելու, վիդեոն միջև վերջ դիտեք, որ հասկանաք ոնց ենք պատրաստում։ Հիմա Ջուլիան կներկայացնի արագի մեջ ինչա պետք պատրաստելու համար ու կսկսենք պատրաստել։ Ողջույն բոլորին։ Այսօր կպատրաստենք տոլմա, մեզ անհրաժեշտ է խոզի մատեր, տավարի միս, խոզի փափկամիս, սոխ, նախորդ կաղամբը խաշել եմ ջրի մեջ։ Խաղողի թուփ։ Պատրաստելու ենք բլղուրով այս անգամ, ոչ թե բրնձով։ Տոմատի մածուկ անհրաժեշտ, սև եւ կարմիր բիբար, աղ, չոր ռեհան եւ ցիտրոն։ Կարագա մեզ անհրաժեշտ, խառը կանաչի եւ բանջարեղեններ։ Ու մեկ է կարամ Սմբուկով անենք այս անգամ, թե չէ ով։ Դե չէ, երևի կթողենք։ Չէ, սմբուկ չենք անի, լոլիկ անհրաժեշտ եւ բիբար քաղցր։ Ու կարամ ասեմ, ժողովուրդ ջան, հետևեք վիդեոն միջև վերջ դիտեք, որ տեսնեք, թե ինչով ենք այս փայտիկները ինչի համար ենք օգտագործելու։ Ուրեմն սկսեցինք պատրաստել, Ջուլ։ Մեզի ամենաառաջինը պետք է միսը կտրատենք եւ աղանք։ Դու ինչ ես անելու, Ջուլ։ Նախորդ ջուրը եռացրել եմ, որպեսզի բլղուրին թրջենք։ Ինչի համար ենք թրջում, որտեղ ինքը շատ խոնավություն է սիրում բլղուրը, որպեսզի մեր տոլման չոր չստացվի։ Ուրեմն ես սկսեցի արդեն կտրատել։ Դու սկսի քո գործողությունները։ Ինչեւ ջուրը եռա, ես էլ քեզ սոխ կտրամ մեջտեղից, որ աղաս, ողջան, մեզ անհրաժեշտ է սոխ, 2 գլուխ։ Ստեղ դրեմ, ողջան, որ վերցնես Անպայման։ Խենք որոշել նորից տոլմա պատրաստել, ժողովուրդ ջան, համ պատրաստենք, համ էլ մի քիչ հետները զրուցենք։ Քանի որ շատ մեծ արձագանք է ստացել, բոլոր այն մարդկանցից, ով որ մեկնաբանություններ են գրել, բոլորից էլ գողու շնորհակալ ենք, ժողովուրդ ջան։ Դուք չեք պատկերացնում, ինչ ձևի մեծ արձագանք է ստացել։ Դրա համար որոշեցինք, որ նորից այդ տարբերակը պատրաստենք, բայց լինելու է լրիվ ուրիշ ձևի, չէ՞ Ջուլ։ հետաքրքիր ձև ենք մտածել տոլմայի։ Ամենակարևորը, որ ջան, հեղինակը մենք ենք այդ ձևի մտածել։ Դրա համար կխնդրենք անպայման վիդեոն միջև վերջ դիտեք, որ հասկանաք։ Ահա, միսը ուրեմն այսպես կտրատում ենք։ Քանի որ Ջուլ, մեզի միսը ամբողջը պետք չի, չէ՞, մենք աղանք։ Մեզի պետք է որ միս թողենք, որ ցույց տանք, թե ինչ ենք պատրաստելու։ Հլստենայք ժողովուրդ ջան, ինչ հավեսին կտորներ ենք, հլստենայք։ Սա վաճառով, որ մեզի միսը վաճառում է, ինքը մեր վիդեոները դիտում է։ Քանի որ ինքը հայերեն երևի չի հասկանում, թող դիտի, թե ինչ ձևի միսա մեզի տալի։ Հլստենայք, չէ՞ Ջուլ, իրոքից հլը ինչ կտորներ է։ Իրոքից հալալայան։ Որ մեզի այս ձևի հավեսին միսա տալի, ժողովուրդ ջան, մենք էլ այս մսով ձեզի հավեսին բաներ ենք պատրաստի ու ցույց ենք տալի ձեզի։ Այդ ընթացքում ես կանաչիներ կմանրացնեմ, համ եմ սամի, մահադանոսա մեզ մոտ եւ ռեհան պետք է կտրատեմ։ Հարմը ռեհանել ենք այս անգամ օգտագործելու։ Սուրբուկետ ծաղիկ եմ եղեղոնը։ Լիստերից կտրատենք։ Ուրեմն այդ ընթացքում ջուրը արդեն եռացել է, ջուրը անջատում ենք եւ բլղուրը ավելացնում ենք ջրի մեջ։ Մինչև միսը աղանք, բլղուրն էլ արդեն դա կքաշի ջուրի մեջը։ Կանաչին էլ կտրատել ենք ողջան։ Ջուլ, բավական է միսը, թե քիչ է։ Չէ, բոլորը կտրատի ողջան, հեսա կընտրենք լավ կտորները փոքրիկ կպահենք։ Մնացածը կաղանք։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, իսկ թվում է հեսա միսը ամբողջական կտրատենք, աղանք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Սկսում ենք աղալ։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը մոտիկից կնկարի, մենք արդեն աղացել ենք միսը, հիմա Ջուլիան կհամեմի աղացած միսը, ես էլ միսը կհամեմեմ։ Գնացինք Ջուլ։ Ուրեմն ամենաառաջինը ժողովուրդ ջան, այսպես միսը տեղավորում ենք այստեղ ամանի մեջ։ Ուրեմն ամանի մեջ տեղադրելուց հետո ամենաառաջինը ժողովուրդ ջան, ավելացնում ենք աղ։ Այսպես հավեսին աղ ենք ավելացնում։ Հաջորդը ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Ջուլ, քեզ էլ է, չէ՞ աղ անհրաժեշտ։ Դու կարաս ավելացնես։
Եվ սև բիբար։ Եվ ռեան եւ ցիտրոն ենք ավելացնում չորացրած։ Նույն համեմունքները ավելացնելու են ֆարշին։ Աղ ենք ավելացնում։ Սև եւ կարմիր բիբար։ Եվ 4 ցիտրոն ենք ավելացնելու ռեհանի հետ։ Ամբողջը ես կավելացնեմ, ոչ ֆարշի Ճիշտ մեջ։ է դու կանես։ Ու այդ ընթացքում Ժողովուրդ ջան, այս ամեն ինչ էս համեմունքները ավելացնելուց հետո պետքա որ նա ձեռքով հավեսին։ Այ սենց տնավարի ամենակարևորը։ Այ այսենց լստենայք։ Այ այսենց պետքա որ հավեսին յան խառնենք որ մեր համեմունքները սաղ կպչի մսի վրա, որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Ավելացնում ենք տոմատի մածուկ, 3 հատ լավ ճաշի գծակ։ Եվ կանաչին ենք ավելացնում։ Ջուլ, ես վերջացրեցի, դու հլը։ Ուրեմն մնաց ավելացնեմ բլղուրը։ Ահա։ Բլղուրը արդեն տեսնում եք ինչպես է ուրչել։ Ջուրը ամբողջությամբ քաշելա մեջը, ավելացնում ենք տոլմայի ֆարշի վրա։ Այսօր էս ինչ համեղ տոլմա ենք ուտելու ջուր։ Բլղուրով էլ է շատ համեղ ստացվում։ Բլղուրը ավելացնելուց հետո ավելացնում ենք կարագ եւ պետքա ձեռքով լավ խառնենք։ Ընթացքում ջուրեր ենք ավելացնելու։ Բավական է ջուլ։ Հա, բավական է ոչ։ Մենք էսի լավ խառնեմ ոչ։ Ուրեմն այդ ընթացքում է Ժողովուրդ ջան, իմ մոտ արդեն պատրաստ է, ուրեմն այսպես սիրուն տեղադրենք այստեղ։ Հիմա ես հա ցույց կտամ, հիշում եք այս փայտիկները, որ ձեզ ասում էի։ Այսպես վերցնում ենք փայտիկները, պետքա որ մենք այսպես ոնց ենք խորովածի շիշի վրա հավաքում։ Այ այսպես։ Ու հետո ցույց կտամ, էսի լա ամբողջ չի Ժողովուրդ ջան։ Դրա համար վիդեոն վիճե վերջ դիտեք, որ հասկանաք։ Այ այսպես։ Իսկ մա 3 կտոր չէ ջուր, բավական է։ Հա, ոչ, հələ մի րոպե դիր մի հատ էլ։ Всё, բավական է, չէ։ Շատ լավ է։ Ու այսպես պետք է գեղեցիկ, այսպես հավաքենք Ժողովուրդ ջան։ Այդ ինչ համեղ հոտը գալիս է ջուր։ Բլղուրով էլ է շատ համեղ է ստացվում, որ ամբողջը լավ խառնենք, մի քիչ էլ ջուր ավելացնենք, ֆարշին, որ ավելի հյութեղ ստացվում մեզ մոտ։ Ռեզևի չես փորձա, ջե ջուր։ Եվ մենք էլ ենք առաջի անգամ փորձում։ Շատ ճիշտ ասում։ Մենք էլ ենք առաջի անգամ փորձում ու համոզված ենք, որ շատ համեղ է լինելու։ Իսկ թոմա ջուլ, երևի ամբողջական շշերի վրա հավաքենք, միսը ամբողջական լավ խփես եւ միանանք։ Շատ ճիշտ է։ Գնացինք։ Всё, մեր մոտ արդեն պատրաստ է Ժողովուրդ ջան, նայեք ինչ գեղեցիկ տեսքեր ենք ստացել։ Ջուլ, դու ինչ ես անում։ Ֆարշին ավելացնում ենք ջուրը։ Նայում եք ձեր ֆարշի պնդությանը։ Ոչ պետքա շատ ջրիկ լինի, ոչ էլ տին։ Հիմա կտեսնենք, ասեն, այսքան ֆարշ խեք բռնե։ Ինչի՞ են երկու ձև ենք պատրաստելու։ Որ մի քիչ էլ ավելանա, ոչինչ, կարող ենք սարցախցիկում պահել, հետո ճաշ պատրաստել կոլոնակով։ Դե չէ, դե Ժողովուրդ ջան, կարամ ասեմ, խենք այսքան շատ պատրաստում, որտեղ շատ համեղ է, դրա համար էլ շատ ենք պատրաստում։ Դե, ճիշտն ասած, մենակ մեր ընտանիքի համար, չի, դրա համար էլ շատ ենք պատրաստում, որ կարողանանք վայելենք։ Ուրեմն հաջորդ գործողությունը ինչ ենք անելու ջուր։ Վերջացրեցինք, հիմա սկսում ենք փաթաթել տոլմա բորժան։ Ուրեմն փաթաթելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն Ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել։ Պետք է կացայի մեջ չէ պատրաստենք ջուր։ Այո։ Ուրեմն ամենաառաջինը ինչ ենք Ամենը առաջինը բորժան։ Պետքա կացай մոռացելի։
Երևի։ Կացայի ներքևում կաղամբ ենք տեղադրում։ Լրիվ մոռացել է ճիշտ է։ Տակի մասը պետքա շարենք կազան խորովածը։ Շատ ճիշտ է։ Ուրեմն կաղամբը տեղադրելուց հետո ժողովուրդ ջան, տակի մասը պետքա որ այսպես հավեսին տեղադրենք։ Ինչ ենք անում։ Նայում եք, լս կտորները լնայեք։ Այս են ժողովուրդ ջան։ Ո՞վ, իսկ որ բանջարեղեն լցնենք տակնով։ Մի հատ պոմիդոր բան։ Կարելի է ջուլ, ավելի հետաքրքիր։ Ինքը հենց պոմիդորի մեջ է, ավելի հետաքրքիր կլինի։ Վերեձևել անենք։ Ուրեմն ես բանջարեղենները կտրատեմ, տամ քեզ դու շարի ողջ։ Բա պոմիդորը, ահա։ Նոր մտքիս եկավ, գիտես։ Կարելի է ջուլ։ Դեռ մեզ ինչքան ֆանտազիա ներում է, այդքան կարակ ժողովուրդ ջան, ձեր ֆանտազիան ներդնեք։ Ուրեմն սոփ ենք ավելացնում։ այսպես ձերքով, այսպես ոնց որ տնավարի էլի պետքա վիդեոների ժամանակ ժողովուրդ ջան, նույն բանն եմ կրկնում։ Պետքա որ հավեսով այդ ամեն ինչը պատրաստեք։ Եթե հավեսով պատրաստեք, իմացեք շատ համեղա լինելու։ Այսպես վերցնում ենք։ Այսպես Ստմա բավական Իհար է։ երևի էլ չենք տոնի, Չէ։ սենց լավ է։ Այս են ժողովուրդ ջան։ Պետքա որ այսպես այ այսպես։ Հլստե նայեք հələ։ Հələ նայեք ինչ գեղեցիկ է ստացվում։ Որ ասում են վայ չուտողին։ Ուրեմն հաջորդը վերցնում ենք այսպես կողի մասը ժողովուրդ ջան։ Այսպես սիրունյան այ այսպես հլստե նայեք ինչ գեղեցիկ տեսք ունի։ Վերջինն է ժողովուրդ ջան, այ այսպես մեջտեղի մասը։ Ահա։ Всё։ Հլստե նայեք։ Ու սկսում ենք արդեն Սկսում ենք փաթաթել։ տոլման փաթաթել։ Կաղամբի կոշտ մասը հեռացնում ենք։ Ահա։ Մեջտեղից ենք կիսում, մի հատ էլ այս, որ շատ մեծ չստացվի մեզ մոտ։ Ֆարշը տեղադրում ենք կաղամբի վրա եւ սկսում ենք փաթաթել մեր տոլմաները։ Այ այսպես սիրունյան պետքա որ հավաքենք։ Որ ինքը գեղեցիկ լինի ժողովուրդ ջան, որ հենց այս կրիշկեն է բացես, ով տեսնի, հենց միանգամից հավեսը տա, որ ուզենա ուտի։ Իսկ հիմա մի երկու հատ փաթաթես ջուլ, ցույց տանք ոնց ենք անելու։ Ամբողջական Մեկ շերտ կաղամբ ենք փաթաթելու։ Հիմա մեկ շերտ կաղամբը փաթաթենք, միանանք հաջորդ քայլին։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն կաղամբով տարբերակը արդեն մեր մոտ պատրաստ է, լնայեք ինչ գեղեցկություն է։ Ինձ սիրուն շարել է Ժուլիան։ Այսպես ակուրատնի, նայում եք ինչ սիրուն է։ Հիմա Թուփ ենք մեկ շարել, թուփ ենք անելու ողջ։ Մեկ արդեն շարել, հա, մի քանի հատ արդեն փաթաթել են, որ արագ ստացվի։ Մեկ շարել պետքա թուփ անենք, հաջորդը պետքա խոզի մատերով փաթաթենք։ ուզում ես ջուլ, դու էսյան տեղադրի, ես սիրուն տեղադրեմ։ Շարես ոչ։ Հա, դե ես սիրուն շարեմ, դու մի քանի հատ ինձ թվում է։ Արի սենց փոխենք, ես ցույց տամ, որ խոզի մատերով ոնց ենք անելու։ Նայում եք ինչ գեղեցիկ հավաքում եմ ժողովուրդ ջան։ Այսինքն սիրուն գեղեցիկ պետք է հավաքվի։ Եվ նաև ցույց կտամ մեկ ուրիշ տարբերակ։ Վերցնում ենք մի փոքր ֆարշ, խոզի մատը տեղադրում ենք մեջը եւ կաղամբով փաթաթելու ենք։ Ինքը այս ձևի ժողովուրդ ջան նորություն է, անպայման փորձեք։ Երկրի մասը։ Մի րոպես կտեղադրեմ։ Պես Եվ տեղադրում ենք կացայի մեջ։ Եվ նույնը կտնում ենք հաջորդ մատերի հետ։ Իսկ մի երկու հատ պատրաստի ջուլ։ Պաշտոնի պես մեծ է ստացվում էսի։ Դե ես թվում է ինչի համար է էսի լավ։ Մեկ հատ ուտում են եւ կշտանում են։
Իսկ մի հատ էլ ցույց տու, ոնց է պատրաստում, ամբողջական կպատրաստենք եւ կմիանանք։ Так, միանգամից մեծով անեմ, որ ավելի հեշտ ստացվի։ Իսկ թուփով չեն կարա մի հատ պատրաստենք։ Իսկ մի հատ էլ թուփով փորձենք։ Երկու հատ կարաս թուփ հանես։ Չէ, սա։ Ուղղակի դա լավ մեծ է։ Թուփով էլ, որ ասենք տարբերակ է, էլի։ Թուփով ավելի լավ է ու ավելի գեղեցիկ է ստացվում, ինձ թվում է ու շատ համեղ կլինի։ Հա, պես թուփով ինքը ավելի։ Չէ, լասեք ժողովուրդ ջան, անպայման մեկնաբանության մեջ լգրեք։ Թուփով է սիրուն թե կաղամբով։ Կկարդամ անպայման։ Ու ինձ թվում է էֆիրի ժամանակ անպայման որ մեկնաբանության մեջ գրեք, անպայման կասեմ ով է գրե։ Չէ։ Անպայման։ Թուփով ավելի գեղեցիկ ստացավ։ Լստե նայեք, մի քիչ բարձրացնեմ, նայեք ինչ փոքր, սիրուն։ Քանի որ կաղամբի այս կեղմները երևի հաստ են, չէ, ինձ համար ինքը մեծ է ստացվում։ Բայց դե որ նորություն է, կարակ փորձեք։ Իսկ թվում է հիմա մենք ամբողջական համ թուփով, համ կաղամբով կհավաքենք, չէ՞։ Համ այս տարբերակը կհավաքենք եւ ձեզ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր մոտ արդեն պատրաստ է, հիմա մեր օպերատորը մոտիկից մանրակրկիտ սա կներկայացնի։ Հաջորդ գործողությունը ջուլ, ինչ ես անելու։ Ուրեմն ջրի մեջ ավելացնում ենք մի քիչ աղ, տոմատի մածուկ, 2 ճաշի գդալ։ Լավ խառնում ենք, որպեսզի լուծվի աղը եւ տոմատը ջրի հետ եւ պետք է ավելացնենք տոլմայի մեջ։ Վերջ, լավ խառնելուց հետո ավելացնում։ Ես ավելացնում ջան։ Այնքան ենք ավելացնում, որ առաջի շերտ տոլման թակի, այսինքն կաղամբը միջև։ Թուփը արդեն ջուրը դուրս կտա եւ թուփն էլ ամբողջությամբ կեպի։ Հերիքա ողջա։ Հերիքա։ Հա։ Հերիքա։ Հիմա ստեղ եք ավելացնում ջուլ։ Հա, ավելացրու մի քիչ է, մի քիչ էլ հեսա կպատրաստենք։ Երկրորդն ենք ավելացնում։ Հերիքա ողջան, մի քիչն էլ ստեղ եմ ցրու։ Մի փոքր էլ ջուլ թողնի, ըստ ումա, այսպես։ Նատ նորից էլի խառնում ենք, հա, որ լավ տոմատի մածուկը ինքը խառնվի։ Ասեք որ գեղեցկություն է ժողովուրդ ջան, որ ասում եմ, վայ չուտողին, այ այսպես։ Շո։ Որ տարածենք։ Կաղամբով իան պետք է ամբողջական այսպես ծածկենք, չէ՞ ջուր։ Այսպես ծածկենք։ Ասեք որ լրիվ գեղեցկություն է։ Այ այսպես։ Լրիվ ձեռքի աշխատանքներ է։ Սա ջուր։ Այս կողքերը ամբողջությամբ փակ։ Դե այստեղ փակենք մի կտոր ջուր։ Այ այսպես։ Շո։ Երևի վերջ։ Սա բերենք որ փակենք ջուր։ Եվ վերջ։ Այստեղ ջուր։ Սա 1, սա 2։ Իսկ թվում է դնենք պլիտայի վրա, եփի նոր կմիանանք ու ցույց կտանք, թե ոնց է մեր մոտ ստացվել։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր մոտ ամեն ինչ պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մանրակրկիտ Ջուլիա, դե բացի թող մեր օպերատորը տեսնի, որ այս ինչ է կատարվում։ Հələ ստենայք ժողովուրդ ջան։
Էսի ամենաառաջինը չէ։ Հոլոստենայք։ Էլ հոտի մասին չեմ ասում։ Հիմա մենք սիրուն ափսեների մեջ տեղադրենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, որ այս գեղեցկությունը ցույց տայի, իրոքից չէի կարա։ Հիմա Ջուլիան էս հատիկ կհանի ու ձեզի ցույց կտանք միսի ինչ ձևը էփ է։ Նայեք, մեկ ինքը ջուրը ինչ ձևի է, ինքը ջրի մեջ հիմա մեր խորովածի ինչ հավեսին պետքա եփված լինի։ Երևում է միսը արդեն։ Օ, հետա, լստենայք ժողովուրդ ջան։ Հələ այս գեղեցկությանը լնայեք։ Լստենայք։ Բայսի ոնց կարա մարդ տոլմայի է ժողովուրդ ջան, վերցնում եք հավեսին այսենց։ Իրոք է տեղադրում ես։ Ջուր, բեր գիտես ինչ անենք, ավելի լավ կլինի։ Այդտենց սիրուն մի քիչ էլ միսը հանենք։ Հեսա մի քանի հատ է տոլմա հանեմ, որ հետ։ Դե այս գեղեցկությունը ոնց ցույց տայինք ձեզի ժողովուրդ ջան, չենք կարա իրոքից։ Մեր ես պայեմ դու շուտ տեղադրի։ Ո, հետո լստենայ չալաղաժները։ Ուղղակի որ ներքևի մասը մի քիչ։ Ոչինչ, լավ, ոչինչ, այդտենց։ Իսկ թվում է Ջուլի, երևի բավակ, թե դա էլի կա։ Ա, լավ։ Պահկվել է տակ։ Լավ, էլի կա։ Կա, հանեմ։ Հանի։ Ջուլի, հետա է լավ։ Էդ էլ հանի, իսկ թվում է բավական է։ Այս կողով այսից սիրուն տեղադրի։ Ահա, всё։ Իսկ թվում է Մի քանի հատ է կաղում դնեմ։ լստենայք ժողովուրդ ջան, հեսա փորձելու ենք այս հավեսին լստենայք։ Սիրուն տոլման վայելում ենք, տոլմայից հետո է սիրուն խորոված ենք վայելում։ Իսկ թվում է սեղանը գցենք եւ ձեզ իրոքից միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը մանրակրկիտ գեղեցկությանը դու մենակ նայեք հələ։ Հիշացնում ենք, Ջուլիա ներկայացրա։ Տոլմայա խոզի մատերով, մեջն է խոզի մատերը։ Սա մեր ղազան խորովածն է, սա էլ տոլման է, կաղամբով եւ թփով։ Նորից էլի ներկայացնեմ լստենայք ժողովուրդ ջան, ինչ հավեսին է ինքը էփ է։ Լստենայք հիմա մի հատ փորձեմ, նայեք հələ։ Նայեք ինքը միսը։ Նայեք ոնց է։ Իսկ կարելի է ժողովուրդ ջան, այսպես է։ Անուշվայել է։ Այս ինչ համեղություն ենք պատրաստել։ Մարդու ցույց չտակ ժողովուրդ ջան, գողանան կտանեն։ Դե ինձ հիմա Ջուլի, երևի բեր ամենաառաջինը գիտես ինչ է սկսենք Ջուլ։ Այսիվ, քանի որ նորություն է, ես միջև էս մնացածը վայելեմ։ Այս ինչ համեղա։ Ուրեմն, բերեք այսենց անենք։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ինչ ենք անում։ Քանի որ մեջը միսա, հիմա բերեք ամենաառաջինը ու չենք մոռանում, դրան այս անգամ տոլման պատրաստելա բլղուրով։ Նայեք, միսի ինքը, ես ուժեր չեմ տալի։ Նայեք, տեսնում եք ինքը ոնց է հա։ Համովա ստացվում։ Ջուլեսի պետքա պատրաստեն իրոքից, պետքա պատրաստեք ու կխնդրեմ մեկնաբանության մեջ գրեք, սես բան տեսել եք, թե չէ ժողովուրդ ջան։ Եթե տեսել եք, մենակ էլ մեկնաբանության մեջ անպայման գրեք։ Էսի լրիվ ուրիշ աշխարհ է։ Կաղամբովից էլ ունենք, փորձես ոնց։ Ոս ինչ ձևի համեղ է։ Վերցնում ենք սխտոր մածուն, հա։ Այ այսպես։ Ես թուփով չես տվել, Ջուլ։ Ուրեմն, այսպես։ Այս մասը պետք է անպայման ես փորձեմ։ Անուշը։ Ոս ինչ համով է։ Չէ, կաղամբով այդքան ողը չի սիրում։ Օխլ լրիվ համեղություն է ժողովուրդ ջան։ Բայց ոնց է ո։ Հեսա Սխտոր մածուն։ հեսա մի հատ էս է փորձեմ։ Ոս ինչ համով է։ Այս մեկ չէ փորձես սխտոր մածուն, հետո կարող ավելի համով լինի։ Ոս ինչ համով է էս բանը։
Աղամբա։ Չէ, բանով շատ համեղ է։ Բլղուրով։ Բերեք այս էլ ուրիշ ձևի փորձենք ժողովուրդ ջան։ Այս էս վերցնում ենք սխտորմածունը։ Այ այսպես։ Քանի որ ես սխտոր շատ եմ սիրում, դրա համար իմ համար ու վայելում ենք։ Լավ է։ Լավ է խոսքը չջուր։ Ուրիշ լուրի միսնել է լավ է ժողովուրդ ջան, ու ինքը ինձ ընտիր է եփե, որ էլ ասելու չի։ Ամպել չի որ։ Ոյ։ Ինձ թվում է ջուր մեր մոտ ամեն ինչն էլ հոյակապ ձևի ստացվեց, չէ։ Դու գոհ ես։ Շատ։ Քեզի որ տարբերակ ավելի շատ դուր եկավ։ Երևի դասականը։ Դասականը։ Ահա։ Իսկ ինձ ավելի շատ այս տարբերակը դուր եկավ ժողովուրդ ջան։ Ու այս տարբերակը չեմ անում։ Փորձեք, էլի մեկնաբանության մեջ անպայման գրեք, որ տարբերակը կուզենայի որ պատրաստեք։ Ու չենք մոռանում տնական թանի մասին։ Չէ, ես էլ եմ լիքը գոհ եմ ժողովուրդ ջան, իրոքից մեր մոտ շատ լավ ստացվեց։ Նես որ ամեն վիդեոների վերջում էլի նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած պահն է, որ այսինքն հեսա ընտանիքով չարչարում ենք, հեսա պիտի նստենք հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։